Սիրելի անմահ հոգի, երկրի վրա կյանքը դա ամեն ինչ չէ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Կենաց հաց հաղորդաշարը։ Երկրի վրա կյանքը դա ամեն ինչ չէ։ Երկրային կյանքը դա միայն նախապատրաստություն է հավիտենական կյանքի համար։ Երկրային կյանքը դա կարծես թե փորձ է իրական բեմադրությունից առաջ։ Երկրային կյանքը դա, եթե համեմատելու լինենք սպորտի հետ, կարծես մարզություն է, պատրաստություն է օլիմպիական խաղերին, որ լինելու են շուտով։ Այն կյանքը, որը մենք ապրում ենք հիմա, դա պարզապես նախապատրաստություն է ապագա կյանքին, որի մասին խոսում է Աստվածաշունչը։ Երկրի վրա մենք ապրում ենք 70-80 տարիներ, թող ամենաշատը ապրենք 100 տարիներ, բայց ոչ ավելին։ Աստծո կողմից սահմանված տարիներ կան, մի քանի տասնյակ տարիներ, որ ապրում ենք այստեղ եւ հետո գնում ենք հավիտենականություն։ Երբ որ կասենք հավիտենականություն, դա կնշանակի, որ կա սկիզբ եւ չկա վերջ։ Սեր Թոմաս Բրոունը երկրային կյանքի տարիները սահմանում է այսպես. մի կարճ դրվագ հավերժության մեջ։ Պարզապես մի կարճ դրվագ, մի ակնթարթ։ Հակոբոս Առաքյալը Նոր Կտակարանի մեջ իր նամակի մեջ սահմանում է երկրային կյանքը այսպես, կասե նա գոլոշիի նման է, որը հայտնվում է եւ անհատանում։ Մենք ստեղծված ենք, որպեսզի ապրենք հավիտյան։ Մի օր իմ եւ քո սիրտը կդադարի բաբախել։ Եվ դրանից պետք չէ վախենալ, որովհետև այս մարմինը ժամանակավոր է գործում եւ մի օր կավարտի իր գործունեությունը։ Եվ մենք այստեղ երկրի վրա կդադարենք գոյություն ունենալը։ Մեր առջև է իրական կյանքը, որն է հավիտենականությունը։ Անհրաժեշտ է լիարժեք գիտակցել, որ մեր կյանքը չի սահմանափակվում այս մեկ վայրկյանի, եթե համեմատելու լինենք հավիտենականության հետ, այս վայրկյանական կյանքի հետ, որ երկրի վրա է։ Սա պարզապես նախապատրաստություն է։ Մեզ Աստված տեղավորել է երկրի վրա այս մոլորակում, որպեսզի մենք պատրաստվենք գնալ տուն, պատրաստվենք տեղափոխվել հավիտենականություն։ Երբ որ մենք մտածում ենք հավիտենականության մասին, մենք հասկանում ենք, որ շատ կարևոր է ճիշտ դասավորենք արժեքները կյանքի։ Մենք սկսում ենք ավելի իմաստուն ծախսել մեր ժամանակը, մեր գումարը։ Առաջի տեղն ենք դնում մեր փոխհարաբերությունը Աստծո հետ եւ մեր փոխհարաբերությունը մարդկանց հետ, հասկանալով մի քանի տարի ու վերջ մենք գնալու ենք հավիտենականություն։ Առաջնահերթությունների փոփոխություն է տեղի ունենում, երբ որ մենք սովորում ենք հավիտենական համատեքստով մտածել։ Այսօրվա կյանքի ամենավտանգավոր առանձնահատկությունը կարճաժամկետ, կարճատես մտածողությունն է, երբ որ մարդը մտածում է միայն այս մեկ կամ մի քանի տարիների համար, առանց նայելու հետոն, հորիզոնից այն կողմը, կա դրախտ եւ կա դժոխք, որի մասին տեղեկացնում է մեզ Սուրբ Գիրքը։ Ինչպես ապրել այս երկրային կյանքը, որպեսզի արդյունավետ լինի եւ որպեսզի իրապես մենք չափսոսենք մեր կյանքի վերջում։ Որպեսզի արդյունավետ լինի, մեր աչքի առջևից չպիտի հեռացնենք հավիտենականությունը եւ պահենք այդ հավիտենական արժեքները մեր սրտերի մեջ։ Ինչի նման է լինելու հավիտենական մեր բնակությունը Աստծո մոտ, երբ որ մեզ Աստված կանչի իր մոտ եւ մենք բնակվենք իր սրահներում։ Աստված իր խոսքի մեջ բացել է մի փոքրիկ վարագույրը եւ մենք մեկ աչքով գոնե կարող ենք տեսնել, թե
ինչ է տեղի ունենալու այնտեղ հավիտենականության մեջ։ Աստված Քրիստոսով բոլոր եղբայրների քույրերի համար, իր սուրբերի համար նախապատրաստել է հավիտենական տուն։ Այո, դա հավիտենական տուն է։ Մենք դեռ տանը չենք։ Այս մի քանի տասնյակ տարին դա ուղղակի մենք կանգնած ենք միջանցքում եւ սպասում ենք, որ տուն պիտի մտնենք։ Աստված անպայման վարձատրություն է անելու բոլոր նրանց, ովքեր ապրեցին իր նպատակով, իր նպատակներով այս երկրի վրա եւ փառք բերեցին Աստծուն իրենց կյանքով եւ հիմա կմիանան սուրբերին Աստծո ներկայության մեջ։ Աստված իրապես նպատակ ունի մեր երկրային կյանքի համար, բայց դրանով ամեն ինչ չի վերջանում։ Աստծո մտադրությունը ավելի մեծ է, քան մի քանի տասնյակ տարիները, եւ պետք է մենք չմոռանանք այս ճշմարտության մասին։ Աստված մեզ առաջարկում է ոչ միայն կյանքի լավագույն հնարավորությունը, այլև մի հնարավորություն, որը տարածվում է երկրային գոյությունից շատ ավելի հեռու։ Պետք է չմոռանանք դրա մասին, սիրելիներ, որ իրապես մեր առջև սպասվում է հավիտենականություն։ Բազում մարդկանց համար դա փակ վարագույր է, բազում մարդկանց համար դա մի խավար է, որ անհասկանալի է, թե ինչ պետք է լինի։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ երկրի վրա կյանքը դա ամեն ինչ չէ, դա միայն նախապատրաստություն է։ Սիրելիս, արդյոք նախապատրաստվում ես հավիտենական կյանքի, թե ոչ։ Միլիոնավոր մարդիկ այդ հավիտենականությունը կանցկացնեն դժոխքում եւ կրակի լիճում, որովհետեւ մերժեցին Աստծո մեծ շնորհքը, իր սերը։ Եթե ընդունում ես Հիսուսին որպես կյանքի Տերը եւ Փրկիչը, գիտակցելով, որ նա է արել ամեն ինչ, որպեսզի մենք դրախտում լինենք, ոչ թե դժոխքում, այսօր այդ որոշումը կայացրա, ամենակարևոր որոշումը կյանքիդ կայացրա, հետևել Քրիստոսին։ Քրիստոս կասի, եթե մեկը կուզի ինձ հետևել, ուրացիր անձդ, վերցրա խաչդ եւ ինձ հետևի։ Ամեն օր խաչը վերցնենք եւ հետևենք Քրիստոսին։ Այսինքն պատրաստակամ լինենք հավատարիմ Քրիստոսին հետևել մինչև մեր կյանքի վերջը։ Հիշենք, մեզ սպասում է օրհնություն, երանելիություն, երջանկություն։ Եթե Քրիստոսին ընդունել ենք եւ հետևում ենք նրան, անպայման մեզ սպասում է դրախտը։ Բայց եթե մերժում ենք Աստծո այս անսահման եւ զոհաբերական սերը ամեն մեկիս նկատմամբ, անշուշտ Սուրբ Գիրքը կասի, որ սպասվում է դժոխքը եւ հավիտենական տանջանք։ Ինչ է իրանից ներկայացնում դժոխքը։ Դժոխքը դա բաժանություն է Աստծուց։ Մարդու հոգին ստեղծվել է, որպեսզի Աստծո հետ ապրի իր թագավորության մեջ, բայց մերժելով Աստծուն, նա հայտնվում է դժոխքում, որտեղ Աստծո բացակայությունն է, Աստծո ներկայության բացակայությունն է։ Եվ մարդու հոգին տառապում է այդ փաստից, որ ինքը բաժանված է Աստծուց, հենց իր որոշման եւ ընտրության հետևանքով։ Աստված սիրում է քեզ։ Ոսկե համարը ավետարանի ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որպեսզի ամեն ով որ նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հավատա Հիսուս Քրիստոսին, որովհետև Սուրբ Գիրքը կասի Հիսուսին հավատողը, Աստծո որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Աստծո որդուն չհավատացողը հավիտենական կյանք չունի, այլ Աստծո բարկությունն է գալու նրա վրա։ Աստված չի ցանկանում, որ դու ապրես նրա բարկությունը կյանքիդ մեջ։ Աստված ուզում է օրհնել քեզ եւ այստեղ երկրի վրա եւ ապագայում հավիտենականության մեջ։ Պարզապես պետք է կանգ առնել,
Հավատքով նայել խաչին, խաչյալ եւ հարության Քրիստոսին, ճաշակել այդ քաղցրությունը, որովհետեւ Սուրբ Գիրքը կասի համն առեք եւ տեսեք, թե ինչ քաղցր է Տերը։ Եվ չկենտրոնանալ միայն այս երկրային կյանքի վրա, այս ժամանակավոր մի քանի տասնյակ տարիների վրա, այլ նայել նպատակակետին, նայել դեպի երկինք, դեպի հավիտենականություն, ուր որ մենք արագորեն շարժվում ենք բոլորս։ Ապրելով եւս մեկ նոր օր, մենք մեկ քայլ մոտենում ենք այդ հավիտենականությանը։ Եվ պետք է ռեալիստ լինելով հասկանանք, որ դա փաստ է։ Տերը օրհնի սիրելիներ եւ օգնի մեզ գիտակցելու, որ երկրի վրա կյանքը դա ամեն ինչ չէ։ Դա միայն սկիզբն է, դա միայն նախապատրաստությունն է եւ այս երկրային կարճ կյանքի ընթացքում անհրաժեշտ է կայացնել ամենակարևոր որոշումը՝ Հիսուսին հավատալ եւ հետևել նրան, որպեսզի մի օր, երբ որ երկնքից հրաման գա, որ մենք կանչում են տուն, մենք պատրաստ լինենք ճակատաբաց կանգնելու նրա առաջ եւ ասելու. Հայր, այս շնորհակալ եմ երկրային կյանքի օրերի համար, այդ տարիների համար։ Շնորհակալ եմ, որ այս կարճ կյանքի ընթացքում դու ինձ բացվեցիր, որպեսզի ես քեզ ճանաչեմ եւ հիմա էլ մտնեմ քո հավիտենական բնակարանը, դրախտը, քո թագավորությունը եւ հավիտյանս հավիտենից քո հետ ապրեմ։ Սա Աստծո սրտի ցանկությունն է, սիրելիս, եւ այդ սրտի ցանկությունը Տիրոջ եկեք իրականացնենք։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ, շնորհակալ եմ, որ ուշադիր լսեցիք մինչև այս վարքյանը, թող Աստծո սուրբ երեսը փայլի ամեն մեկիդ վրա։ Մինչ նոր հանդիպում։